Նոր հաճն շուտով եկեղեցի է ունենալու։ Եկեղեցու հիմնարկեքի արարողությունն է, 16 վեմ քարերը նախ լվացվեցին ջրով ու գինով։ Ապա Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arքեպիսկոպոս Կճոյանը սրբալույս միրոնով օծեցին հիմնաքարերը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ Հիմնարկեքի արարողությանը ներկա էին բարերարը, նրա ընտանիքի անդամները։ Մենք ձեր հետ միասին աղոթում ենք Արփարցյանն Աստված, հայցելով ամենատիրոջ, որպեսզի Տերը իր օրհնության ներկոպահի բոլոր հայ եկեղեցու բարերարներին, մեր ողջ ազգին եւ մասնավորապես ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին, որի 5-րդ եկեղեցին է կառուցվում Հայաստանում։ Մեր պարտքն Աստծո առաջ, որը դա ոչ թե խոսքով, այլ գործով ենք մենք ապացուցում։ Թող պահպան լինի մեր բոլորին, մեր հայ ժողովրդին։ Եկեղեցու հիմնաքարերի տեղադրման պատիվը վերապահված էր քաղաքի հնաբնակներին։ Նոր հաճն համեմատաբար նոր քաղաք է, նախկինում եկեղեցի չի ունեցել։ Վերջին տարիներին մշակույթի տան այս փոքրիկ սրահում են պատարակներ մատուցվել, ժամերգություններ կատարվել։ Մարդիկ հաղորդություն են ստացել ու մասնակցել հոգևոր զրույցների։ Մոտ 1 տարի հետո եկեղեցին կանգուն կլինի։ Վստահ եմ, որ այդ ծեսերը, արարողությունները, ինչը որ կատարվում էր այդ փոքրիկ սենյակում, այստեղ ավելի փառավոր, ավելի շքեղ ու ավելի զորավոր են լինելու եւ վստահաբար պիտի գիտակցենք, որ եկեղեցին զորավոր է իր հայորդով, իր բարերարով եւ իր աղոթող ժողովրդով։ Բնակիչներն ուրախ են, որ իրենց քաղաքում էլ հնարավոր կլինի մկրտության պսակի արարողություններ անցկացնել։ Եկեղեցում մարդ գնում հանգստանում է, եկեղեցում մոմ է վառում, Աստծո հետ հաղորդակցում է եւ մաքրված դուրս է գալիս եկեղեցուց։ Շինարարության ավարտից հետո եկեղեցին այս տեսքն է ունենալու, հորինվածքով կենտրոնագմբեթ խաչաձև տիպի։ Ըստ Արտակ Ղուլյանի եկեղեցու ճարտարապետական լուծումներն ավանդական են, միևնույն ժամանակ ենթարկված համարձակ վերամշակման։ Ի տարբերություն մեր ավանդական եկեղեցիների, այստեղ չնայած պահպանված է ծիսակարգին անհրաժեշտ բոլոր բաժինները եւ հորինվածքային մասերը, արտաքին ճակատային ձևերում փորձել ենք ավելի այսպես ժամանակին հարիր, ժամանակին ներդաշնակ, թարմաշունչ լուծումներ մտցնել եւ հուսով ենք, որ դա կընկալվի մեր հավատավոր հասարակության կողմից։ Ճարտարապետի խոսքով սա պատասխանատու նախագիծ է, քանի որ եկեղեցին գտնվում է քաղաքի հրապարակում, Նոր հաճնի հերոսամարտի հուշարձանի մոտ եւ պետք է ներդաշնակ համալիր կազմի նրա հետ։